Հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը։ Նա ռուս բլոգեր Յուլիա Մաքսիմովսկայի Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծից հետո մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը եւ տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։ 2023-ի դեկտեմբերին տելեգրամյան ալիքներում ու լրատվամիջոցներում տարածվել էր տեսանյութ, որտեղ ռուսախոս երկու կին շրջում էին Երևանում եւ ըստ հրապարակումների տեսախցիկով նկարահանում ու ծաղրում հայ վաճառողներին, այդ թվում փողոցում ծաղիկ վաճառող տարեց կնոջը եւ սրճարանում աշխատող աղջկա։ Տեսանյութը լայն քննադատության էր արժանացել սոցիալական ցանցերում, որից հետո Գևորգ Մելքոնյանը գտել էր աղջիկներին ու պատժել նրանց։ Երեք շարժել կատարված, դու գիտեք ինչ կատարված։ Մենք արդեն չդիմացանք։ Ինքը մեզի իրակունը թողել է ինքը։ Ոչ մեկ զլոմ չի արել, ոչ մի վատ բան ուրիշ աբրողների հետ ոչ մի բան չի արել։ Իրան ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չապալախ են իրան տվել ու ճիշտ էլ արել են։ Ես ժլես չեմ անում ու չեմ էլ անի։ Գործը խուլիգանության մեղադրանքով դեռևս քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Գևորգի փաստաբան Ռոման Երիսյանն ասում է, Գևորգը նաև ակտիվ ընդդիմադիր էր, որում էր քաղաքական մի շարք տելեգրամյան եւ այլ ալիքներ ու անթակույց քննադատում գործող իշխանությանը։ Երիսյանը հույս է հայտնել, որ Գևորգի հանկարծամահ լինելու պատճառները կդառնան պատշաճ եւ բազմակողմանի քննության առարկա։